Ամեն առավոտ փոքրիկ աղջիկը ձեռքը բռնած պապիկի հետ անցնում էր այգով, դպրոց գնալիս։ Մի օր նա մոտեցավ գունատ մենակ նստած տղամարդուն, ով ուներ թթվածնի բալոն, որոշեց խոսել նրա հետ։ Այդ անմեղ ժեստը ստեղծեց անսպասելի կապ, որը վերակենդանացրեց մահվան եզրին գտնվող մարդու հույսը։ Այն, ինչ սկսվեց որպես պարզ մանկական նկարը, վերածվեց ժառանգության, որը փոխանցվեց սերունդներին։ Ամեն առավոտ Սոֆյա Դավթյանը, 6-ամյա մի փոքրիկ աղջիկ, հետաքրքրասեր աչքերով երկու հյուսված հյուսերով գանգուր մազերով, ձեռք ձեռքի բռնած իր պապիկ Անտոնի հետ քայլում էր Երանի Կոմիտասի անվան զբոսայգով։ Ճանապարհը դպրոցի կողքի քաղաքային դպրոց տանող ամենօրյա երթուղու մի մասն էր։ Անտոն Դավթյանը, 67-ամյա մի տղամարդ, խորը կնճիռներով, որոնք պատմում էին քրտնաջան աշխատանքի պատմություններ, արագացրեց քայլը մայիսյան այդ առավոտ։ Երանյան երկինքը անձր էր խոստանում, նա չէր ուզում, որ իր թոռնուհին ուշանա։ Պապիկ, այնտեղի այն տղամարդուն նայիր, Սոֆյան մատնացույց արեց լճի ափին գտնվող մի նստարանը, որտեղ մի նիհար ու գունատ տղամարդ էր նստած մենակ։ Նրա կողքին մի մետաղական գլան էր, որը Սոֆյան չգիտեր ինչպես ճանաչել։ Նա տխուր է թվում։ Արի, Սոֆյա, մենք չենք կարող ուշանալ, պատասխանեց Անտոնը, թեթակի քաշելով թոռնուհու ձեռքը։ Բայց Սոֆյան, երեխաներին բնորոշ այդ համառությամբ, բաց թողեց պապիկի ձեռքը վազեց դեպի տղամարդը, մինչ Անտոնը կկարողանար կանգնեցնել նրան։ Ծերունու սիրտը սեղմվեց անհանգստությունից, երբ տեսավ, թե ինչպես է նա մոտենում անծանոթին։ Պարոն, լավ եք, հարցրեց Սոֆյան, կանգ առնելով անվտանգ հեռավորության վրա, բայց բավական մոտ, որպեսզի նրա ձայնը հասներ տղամարդուն։ Նա դանդաղ բարձրացրեց դեմքը, բացահայտելով խորը հոգնած աչքեր։ Մի պահ նա շփոթված թվաց փոքրիկի ներկայությունից։ Պատասխանեց խռպոտ ձայնով, կարծես սովոր չլիներ խոսելուն։ Իմ անունը Սոֆյա է։ Ինչ է սա, մատնացույց արեց մետաղական գլանը։ Դա թթվածնի բալոն է։ Օգնում է ինձ շնչել, բացատրեց նա, դիտելով աղջկա աչքերի հետաքրքրասիրությունը։ Ինչպես սուպերհերոսը հատուկ սարքավորումներով, հարցրեց Սոֆյան, աչքերը փայլելով։ Տղամարդու դեմքին դժկամ ժպիտ հայտնվեց, կարծես մկանը մոռացել էր շարժվել։ Մոտավորապես այդպես։ Անտոնը վերջապես հասավ թոռնուհուն։ Սոֆյա, գնացինք։ Կներեք, պարոն, նա շատ հետաքրքրասեր է։ Խնդիր չկա, պատասխանեց տղամարդը, նրա ձայնի մեջ ինչ-որ բան կար, անսպասելի մեղմություն, որը ստիպեց Անտոնին վարանել։ Նա ինչ-որ մեկին է հիշեցնում ինձ։ Վաղը ձեզ համար նկար կանեմ, հայտարարեց Սոֆյան, մինչ պապիկը վերջապես կարողացավ տանել նրան ճանապարհը շարունակելու։ Հաջորդ օրվա կեսօրին Սոֆյան պնդեց, որ անցնեն նույն նստարանի մոտով։ Անտոնը անհանգստանալով փորձեց փաստարկել, որ հնարավոր է տղամարդն այլս այնտեղ չլինի, կամ որ չպետք է անհանգստացնեն նրան, բայց թոռնուհու վճռականությունն անսասան էր։ Ի զարմանս նրա, տղամարդը նույն տեղում էր, կարծես նախորդ օրվանից այնտեղից չէր հեռացել։ Նրա անունը, ինչպես պարզեցին, Էդուարդ Մելքոնյան էր։ Նա 58 տարեկան էր, նրա աչքերը կարծես աշխարհի ծանրությունն էին կրում։ Սոֆյան նրան տվեց մոմամատիտներով արված գունավոր նկար։ Ժպտացող երկու փայտիկ մարդուկ, որոնք նստած էին նստարանին։ Դուք եք ու ես, հպարտորեն բացատրեց։ Զբոսայգու նստարանին։ Էդուարդը թափահարող ձեռքերով բռնեց թուղթը, Անտոնը կարող էր երդվել, որ տղամարդու աչքերում արցունքներ տեսավ։ Շնորհակալություն, Սոֆյա։ Շատ ժամանակ է անցել, որ ինձ ոչ ոք նվեր չի տվել։ Հետագա օրերին դա դարձավ առօրյայի մի մասը։ Սոֆյան պնդում էր, որ տանից ավելի շուտ դուրս գան, ժամանակ ունենալու համար խոսելու Էդու քեռուր հետ, ինչպես սկսեց նրան անվանել։ Անտոնը սկզբում դժկամորեն սկսեց նկատել փոփոխություն Էդուարդի մեջ։ Նրա դեմքը գույն էր ստանում, կեցվածքը աստիճանաբար բարելավում էր, նա անհամբեր սպասում էր փոքրիկի այցին։ Մի մարդու համար, ով կարծես հրաժարվել էր կյանքից, այդ կարճ հանդիպումները անում էին մի բան, որը ոչ մի դեղամիջոց չէր կարողանում անել։ Այն, ինչ Անտոնը չգիտեր, այն էր, որ Էդուարդ Մելքոնյանը Երանի ամենահարուստ գործարարներից մեկն էր։ Մելքոնյան ինկորպորացիոնի սեփականատերը, որը պատասխանատու էր Մաշտոցի պողոտայի երկնաքերերի կեսի համար, նա կառուցել էր միլիարդներով գնահատվող անշարժ գույքի կայսրություն։ Բայց ոչ մի հարստություն չէր կանխել այն մահացու ախտորոշումը, որը նա ստացել էր 3 շաբաթ առաջ։ Հազվագյուտ ագրեսիվ թոքերի հիվանդություն, կյանքի միայն մի քանի օրվա կանխատեսմամբ։
Էդուարդը գնացել էր Կոմիտասի անվան զբոսայգի, հրաժեշտ տալու։ Դա այն վայրն էր, ուր մայրը տանում էր նրան մանուկ հասակում, մինչ հավակնությունները կլանեին նրան կվերածեին մի մարդու, ում համար միայն թվերն ու պայմանագրերն էին կարող։ Նա նախատեսում էր նստել այնտեղ, դիտել լիճը, սպասել անխուսափելիին, հեռու իր մասնավոր բժշկական թիմից ենթականերից, ովքեր շրջապատում էին նրան ոչ թե սիրուց, այլ շահից դրդված։ Բայց հետո հայտնվեց Սոֆյան, իր անմեղությամբ, անկեղծ հետաքրքրասիրությամբ։ Չիմանալով, թե ով է նա, ոչինչ չսպասելով փոխարենը, նա նրան առաջարկեց մի բան, որը նրա գումարը չէր կարող գնել։ Անկեղծ կարեկցանք։ Առաջին հանդիպումից մեկ շաբաթ անց Էդուարդը խնդրեց իր փաստաբանին, միակ վստահելի անձին, Ռուբեն Սարգսյանին, որպեսզի գաղտնի հետաքննի Սոֆյայի նրա պապիկի կյանքը։ Վստահ եք դրանում, Էդուարդ, հարցրեց Ռուբենը, ճշգրտելով ակնոցները իր անկյունային դեմքին։ Արդյոք ավելի լավ չէ պահպանել հուզական հեռավորություն այս պահին։ Արեք այն, ինչ խնդրում եմ, Ռուբեն, պատասխանեց Էդուարդը այն իշխանությամբ, ով սովոր էր հնազանդվելուն։ Ես ուզում եմ ամեն ինչ իմանալ նրանց մասին։ Զեկույցը ժամանեց 2 օր անց։ Անտոն Դավթյանը 4 տարի այրի էր, քանի որ նրա դուստր Անահիտը մահացել էր ավտովթարից։ Այդ ժամանակից ի վեր նա միայնակ էր մեծացնում թոռնուհուն, ցերեկը որպես պահակ, գիշերը որպես անվտանգության աշխատող, իսկ հանգստյան օրերին որպես առաքիչ։ 3 ցածր վարձատրվող աշխատանքները հազիվ էին ծածկում դստեր թողած հիվանդանոցային պարտքերը, ծայրամասային թաղամասի փոքրիկ բնակարանի վարձը։ Սոֆյան, չնայած դժվարություններին, օրինակելի երեխա էր։ Նրա ուսուցիչները նրան նկարագրում էին որպես խելացի, ստեղծագործ արտակարգ կարեկից։ Մի ադամանդ, որը սպասում է մշակման, գրել էր նրանցից մեկը դպրոցական գնահատականում։ Էդուարդը մի քանի անգամ կարդաց զեկույցը, ընդգծելով աղջկա կյանքի յուրաքանչյուր մանրուք։ Ինչ-որ բան այդ պատմության մեջ խորապես ազդում էր նրա վրա, ավելին, քան բնական կլիներ մեկի համար, ով երեխային ճանաչել էր ընդամենը մի քանի օր առաջ։ Այդ գիշեր, իր պենթհաուսում, կենտրոնի էլիտար թաղամասում, Էդուարդը կանչեց Ռուբենին վճռական զրույցի։ Փաստաբանը գտավ նրան նստած պատուհանի դիմաց, որտեղից բացվում էր Երանի համայնապատկերային տեսարանը, քաղաք, որը նա օգնել էր կառուցել, որին երբեք չէր կանգնել հիանալու։ Ես ուզում եմ Սոֆյայի համար հավատարմագրային հիմնադրամ ստեղծել, առանց նախաբանների հայտարարեց։ 5 միլիոն դրամ։ Նրա կրթությունը, բնակարանը ապահով, ապագան ապահովելու համար։ Ռուբենը հազիվ շնչեց իր խմած վիսկիից։ Էդուարդ, դուք պարզ մտածում եք։ Սա մի որոշում է։ Եվ ես ուզում եմ մարել պապիկի բոլոր պարտքերը, շարունակեց Էդուարդը, կարծես չլսելով ընդհատումը։ Նրանց համար հարմար բնակարան գնել, նրա անունով։ Եվ ցմահ թոշակ սահմանել, որը թույլ կտա նրան դադարեցնել աշխատանքը նվիրվել թոռնուհուն մեծացնելուն։ Էդուարդ, սա արտակարգ է։ Բայց դուք հազիվ եք ճանաչում այդ մարդկանց։ Էդուարդը շրջվեց, դեմ առ դեմ կանգնելու իր տասնամյակների ընկերոջը, նրա աչքերում մի վճռականություն կար, որը Ռուբենը վաղուց չէր տեսել։ Ես ուզում եմ մի բան անել, որը իմաստ ունենա մինչ հեռանալս, Ռուբեն։ Մի բան, որը պարզապես իմ անունով մեկ շենք չլինի, մեկ ձեռքբերում, մեկ թիվ իմ բանկային հաշվին։ Իսկ ընկերության խորհուրդը։ Ձեր զարմիկները։ Նրանք դա դատական կարգով կբողոքարկեն, հենց որ դուք։ Ինձ չի հետաքրքրում, ընդհատեց Էդուարդը։ Պատրաստեք փաստաթղթերը։ Եվս մեկ բան։ Ես ուզում եմ, որ դուք վաղը իմ անձնական քարտը հանձնեք պարոն Դավթյանին։ Հրավիրեք նրանց այցելելու ինձ կիրակի։ Ասեք, որ կարոր է։ Ռուբենը վարանեց։ Դուք կպատմեք նրանց ձեր վիճակի մասին։ Էդուարդը նորից նայեց պատուհանից դուրս, դեպի քաղաքի լույսերը, որը երբեք չէր քնում։ Ես նրանց շատ ավելի կարևոր բան կպատմեմ, Ռուբեն։ Մի բան, որը ես հայտնաբերեցի միայն երեկ, երբ վերջապես տեսա նրա լուսանկարը։ Ում լուսանկարը։ Անահիտ Դավթյանի։ Սոֆյայի մայրը։ Շաբաթ առավոտյան, երբ Ռուբեն Սարգսյանը մոտեցավ Անտոնին Սոֆյային զբոսայգու նստարանին, պապիկն անմիջապես լարվեց։ Կոկիկ կոստյումներով տղամարդիկ հազվադեպ էին լավ նորություններ բերում իր նման պարզ մարդկանց համար։ Պարոն Դավթյան։ Ես Ռուբեն Սարգսյանն եմ, պարոն Էդուարդ Մելքոնյանի փաստաբանը, պաշտոնապես ներկայացավ, մեկնելով այցեքարտ, որն ավելի շատ զարդի էր նման, սթղթի վրա ոսկեգույն դաջված տառերով։
Էթու քեռու հետ ինչ-որ բան պատահել է, հարցրեց Սոֆյան, կառչելով պապիկի ձեռքից։ Ռուբենը ժպտաց աղջկան։ Ոչ, սիրելիս։ Նա լավ է շատ կցանկանար ձեզ ընդունել իր տանը վաղը։ Կարևոր հարց է։ Անտոնը կասկածանքով նայեց քարտին։ Հասցեն մատնանշում էր Երանի ամենաէքսկլյուզիվ կոմպլեքսներից մեկը։ Չեմ հասկանում։ Ինչու է ուզում մեզ տեսնել։ Մենք հազիվ ենք ճանաչում միմյանց։ Պարոն Մելքոնյանը անձամբ կբացատրի, պատասխանեց Ռուբենը։ Կարող եմ մեքենա ուղարկել ձեզ տանելու վաղը ժամը 14:00-ին։ Փաստաբանը հեռանալուց հետո Անտոնը շփոթված նստեց նստարանին։ Սոֆյան, սակայն, ճառագայթում էր։ Մենք կայցելենք Էթու քեռու տուն։ Արդյոք նա լողավազան ունի, պապիկ։ Անտոնը ժպտաց թոռնուհու անմեղությանը, բայց չկարողացավ հեռացնել այն զգացումը, որ ինչ-որ արտակարգ բան է պատահելու։ Կիրակի օրը, ուղիղ ժամը 14:00-ին, միսը Մերսեդես կայանվեց այն փոքրիկ շենքի դիմաց, որտեղ նրանք ապրում էին։ Վարորդը, անթերի համազգեստով, նրանց ուղեկցեց շքեղ մեքենա, զարմանք պատճառելով պատուհանից դիտող հարաններին։ Ճանապարհին Սոֆյան իր դեմքը կպած պահեց ապակուն, հիանալով բնապատկերի փոփոխությամբ։ Նրանք դուրս եկան ծայրամասից, անցան լայն պողոտաներով վերջապես հասան մի թաղամաս, որտեղ ծառերն ավելի շատ էին, քան սյուները, իսկ բնակավայրերը թաքնված էին բարձր պարիսպների բարդ անվտանգության համակարգերի հետում։ Երբեք չէի մտածի, որ նման տեղ կմտնեմ, փնթփնթաց Անտոնը, անհարմար զգալով իր ամենանոր վերնաշապիկից, որն արդեն խունացել էր բազմաթիվ լվացումներից։ Համալիրը ժամանակակից ամրոց էր։ Երկու պահակակետերից կենսաչափական նույնականացման համակարգից անցնելուց հետո մեքենան վերջապես կայանվեց հայելապատ աշտարակի դիմաց։ Վերջին հարկում էր Էդուարդի պենթհաուսը։ Մասնավոր վերելակը բացվեց անմիջապես հյուրասենյակի մեջ, լայն տարածք, կրկնակի առաստաղի բարձրությամբ հատակից առաստաղ պատուհաններով, որոնք բացում էին Երանի համայնապատկերային տեսարանը։ Քաղաքը կարծես բետոնի ապակու օվկիանոս լիներ կիրակնօրյա կապույտ երկնքի տակ։ Էթու քեռի, Սոֆյան վազեց դեպի Էդուարդը, ով սպասում էր նրանց բազկաթոռին նստած։ Նա պարզ էր հագնված, կտավատե տաբած սպիտակ վերնաշապիկ, բայց նրա կեցվածքում ինչ-որ բան կար, որը մատնում էր իշխանություն։ Բարի գալուստ իմ տուն, Սոֆյա, ժպտաց նա, գրկելով աղջկան զգուշորեն, որպեսզի թթվածնի խողովակը տեղից չշարժի։ Եվ շնորհակալություն գալու համար, պարոն Դավթյան։ Անտոնը սեղմեց մեկնած ձեռքը, նկատելով, թե ինչպես էր Էդուարդն ավելի թուլացած թվում, քան նախորդ օրը։ Նրա մաշկը դեղնավուն երանգ ուներ, իսկ աչքերի շուրջ մուգ շրջանակներ էին։ Խնդրում եմ, նստեք։ Ռուբեն, բեր ալբոմը։ Փաստաբանը, ով զուսպ կանգնած էր սենյակի անկյունում, մոտեցավ կաշվե կազմով լուսանկարների ալբոմով։ Պարոն Դավթյան, որքան ժամանակ է, ինչ ձեր դուստր Անահիտը լքել է մեզ, մեղմորեն հարցրեց Էդուարդը։ Անտոնը կարծրացավ։ 4 տարի։ Բայց դուք ինչպես գիտեք նրա մասին։ Սոֆյա, սիրելիս, կգնաս տիկին Անուշի հետ տան մնացած մասը տեսնելու։ Նա քեզ համար անակնկալ ունի խոհանոցում, ասաց Էդուարդը, նկատի ունենալով տնային տնտեսուհուն, ով անձայն հայտնվեց։ Աղջիկը, ոգորված այդ ժամանակակից պալատը ուսումնասիրելու հեռանկարից, հետեց մոխրագույն մազերով տիկնոջը։ Երբ մենակ մնացին, Էդուարդը բացեց ալբոմը։ Պարոն Դավթյան, այն, ինչ ես հիմա ձեզ կպատմեմ, անհավատալի կթվա։ Բայց խնդրում եմ, լսեք ինձ մինչ վերջ։ Առաջին էջերում ցուցադրված էր ավելի երիտասարդ Էդուարդը, հավանաբար իր 30-ականներին, կողքին մի կին, հանգիստ գեղեցկությամբ։ Գանգուր մազեր, պայծառ ժպիտ Սոֆյայի նույն աչքերը։ Անահիտ, շնջաց Անտոնը, դողդոջուն մատներով դիպչելով լուսանկարին։ Բայց ինչպես։ Ձեր դստերը ճանաչեցի 11 տարի առաջ, երբ նա աշխատում էր որպես ճարտարապետի կրտսեր օգնական իմ նախագծերից մեկում, Մաշտոցի պողոտայում։ Մենք շատ տարբեր էինք։ Ես աշխատանքով տարված գործարար, նա իդեալիստ երիտասարդ, ով ուզում էր ստեղծել տարածքներ, որոնք կբարելավեին մարդկանց կյանքը։ Էդուարդը թերթեց մեկ էջ, ցույց տալով զույգի լուսանկարները տարբեր վայրերում։ Էլեգանտ ռեստորան, լողափ, Էյֆելյան աշտարակի դիմաց։ Մենք սիրահարվեցինք։ Դա կարճ, բայց ինտենսիվ հարաբերություններ էին։ Մենք գաղտնի պահեցինք դա տարիքային տարբերության մասնագիտական հարաբերությունների պատճառով։ Ես բարդ ամուսնալուծության գործընթացում էի։ Անահիտը զուսպ էր իր անձնական կյանքի մասին։
Իմ դուստրը երբեք չի հիշատակել։ Անտոնը շփոթված թափահարեց գլուխը։ Մենք բաժանվեցինք 6 ամիս անց։ Ես ներգրավված էի իմ ընկերության դատական վեճի մեջ առանց ժամանակի կամ հուզական պատրաստակամության հարաբերությունների համար։ Անահիտը ավելի ներարժանի, քան ես կարող էի առաջարկել այդ պահին։ Էդուարդը խորը շունչ քաշեց, թթվածինը սուլում էր խողովակում։ 2 ամիս անց ես փորձեցի գտնել նրան, բայց պարզեցի, որ նա հրաժարական էր տվել։ Ոչ ոք չգիտեր նրա գտնվելու վայրը։ Ես այնքան շատ խնդիրներ ունեի, որ պարզապես թողեցի։ Իմ կյանքի ամենամեծ սխալը։ Անտոնը սկսում էր հասկանալ, նրա սիրտը արագանում էր։ Դուք ասում եք, որ ես երբեք չգիտեի հղիության մասին։ Անահիտը երբեք ինձ չի փնտրել։ Միգուցե հպարտությունից, միգուցե որովհետև գիտեր, որ ես պատրաստ չէի։ Նա արտակարգ կին էր, ով կարողացավ միայնակ դուստր մեծացնել։ Էդուարդը թերթեց ալբոմիս մեկ էջ։ Վերջին լուսանկարում Անահիտը հիվանդանոցում նորածին երեխա էր պահում։ Ինչպես եք ստացել այս լուսանկարը։ Երբ Սոֆյան մոտեցավ ինձ զբոսայգում, ինչ-որ բան նրա մեջ ինձ ծանոթ թվաց։ Ժեստերը, հայացքը, ժպիտի ձ. Ես խնդրեցի Ռուբենին հետաքննել, նա գտավ այս լուսանկարը Անահիտի հին սոցիալական ցանցի գրառման մեջ։ Ամսաթիվը համընկնում է մեր բաժանման հետ։ Սոֆյան իմ աչքերն ունի, պարոն Դավթյան։ Եվ մոր ժպիտը։ Անտոնը վեր կացավ, քայլելով լայն սենյակում։ Նրա միտքը փորձում էր մարսել հայտնությունը։ Սա դժվար է հավատալ։ Ես ավելի շատ ապացույցներ ունեմ, ասաց Էդուարդը, ժեստ անելով Ռուբենին, ով ծրար մեկնեց։ Ես տնդ թեստ եմ արել Սոֆիայի նկարի վրա թողած մազի մանրաթելով։ Արդյունքը վերջնական է։ Անտոնը զննեց փաստաթուղթը, տեխնիկական բառերը մշուշված էին սկսվող արցունքներից։ Ինչու եք ինձ դա պատմում հիմա։ Ինչու բոլոր այս տարիներից հետո։ Էդուարդը դժվարությամբ վեր կացավ։ Որովհետև ես մահանում եմ, պարոն Դավթյան։ Հիվանդությունը տերմինալ փուլում է։ Բժիշկները ինձ առավելագույնս 1 շաբաթ են տվել։ Հաջորդած լռությունը ընդհատվեց միայն Սոֆիայի հեռավոր ծիծաղի ձայնով, որը գալիս էր պենթհաուսի ինչ-որ տեղից։ Ես չեմ ուզում խաթարել այն կյանքը, որ դուք կառուցել եք, շարունակեց Էդուարդը։ Ես չեմ խնդրում ինձ հիմա ճանաչել որպես նրա հայր։ Իմ կողմից եսակենտրոնություն կլիներ Սոֆիայի կյանք մտնել միայն հեռանալու համար։ Այն, ինչ ես ուզում եմ, ապահովելն է, որ նա ունենա այն ամենը, ինչին արժանի է։ Ռուբենը մոտեցավ փաստաթղթերի թղթապանակով։ Պարոն Մելքոնյանը Սոֆիայի համար հավատարմագրային հիմնադրամ է ստեղծել։ 5 միլիոն դրամ, որոնք հասանելի կլինեն միայն այն ժամանակ, երբ նա լրանա 18 տարեկան, բացառությամբ կրթության առողջության ծախսերի։ Նա մարել է ձեր բոլոր բժշկական պարտքերը, պարոն Դավթյան, բնակարան է գնել Վահագնի թաղամասում, ձեր անունով։ Կա ամսական թոշակ, որը թույլ կտա ձեզ բացառապես նվիրվել Սոֆիայի դաստիարակությանը։ Անտոնը նորից նստեց, ապշած։ Սա չափազանց շատ է։ Դա նվազագույնն է, ինչ կարող եմ անել։ Ես կորցրի իմ դստերը մեծանալ տեսնելու հնարավորությունը, պարոն Դավթյան։ Ես չեմ կարող վերականգնել այդ ժամանակը։ Բայց ես կարող եմ ապահովել, որ նրա ապագան լինի պայծառ, ինչպես նա արժանի է։ Այդ պահին Սոֆյան վերադարձավ սենյակ, բրիգադեիրոյի ափսեով։ Տես, պապիկ։ Տիկին Անուշը ինձ սովորեցրեց իսկական բրիգադեիրո պատրաստել, ոչ թե այն կաթսայի մեջ պատրաստածը, որ մենք ենք անում։ Էդուարդը Անտոնը հայացքներ փոխանակեցին։ Նրանց միջ լուռ փոխըմբռնում կար։ Չարտահայտված խոստում, որ ինչպիսին էլ լինի պայմանավորվածությունը, Սոֆիայի բարեկեցությունն առաջին տեղում կլինի։ Էդու քերի, դուք լացո՞մ եք, հարցրեց Սոֆյան, նկատելով տղամարդու աչքերի խոնավությունը։ Երբեմն մեծահասակները երջանկությունից են լացում, Սոֆիա, պատասխանեց նա, շոյելով աղջկա դեմքը։ Եվ այսօր ես շատ ուրախ եմ, որ դուք այստեղ եք։ Երկուշաբթի առավոտյան Սոֆյան պնդեց, որ դպրոցից առաջ այցելեն Էդուարդին։ Անտոնը, դեռս մարսելով նախորդ օրվա հայտնությունները, չկարողացավ մերժել խնդրանքը։ Գիշերը երկար էր անցել, մտքում պտտելով այն ամենը, ինչ հայտնաբերել էր։ Անահիտը երբեք չէր հիշատակել Էդուարդին, բայց հիմա որոշ բաներ իմաստ ունեին։
Այն շրջանը, երբ նա ամենաերջանիկն էր, որին հաջորդեց հանկարծակի մեկուսացումը, հղիության ընթացքում այլ քաղաք տեղափոխվելը, Երան վերադառնալը միայն այն ժամանակ, երբ Սոֆյան արդեն 2 տարեկան էր։ Երբ հասան Պենթհաուս, այլ տեսարան գտան։ Լայն հյուրասենյակը վերածվել էր իմպրովիզացված հիվանդասենյակի։ Էդուարդը հիվանդանոցային մահճակալին էր, շրջապատված բժշկական սարքավորումներով բուժքրոջով, ով վերահսկում էր նրա կենսական նշանները։ Էթու քերին հիվանդ է, պապիկ, հարցրեց Սոֆյան, սեղմելով պապիկի ձեռքը։ Էթու քերին հոգնած է, սիրելիս, պատասխանեց Անտոնը, փորձելով պաշտպանել նրան դաժան իրականությունից։ Էդուարդը բացեց աչքերը, լսելով աղջկա ձայնը։ Նրա դեմքը թույլ ժպիտով լուսավորվեց։ Սոֆիա, ուրախ եմ, որ եկար։ Քեզ համար ինչ-որ բան ունեմ։ Բուժքույրը օգնեց նրան նստել, բարձր դնելով մեջքի հետում։ Էդուարդը ժեստ արեց, որ մոտենան։ Սոֆյան վաղ չդրսորեց խողովակների մեքենաների դիմաց։ Նա բնականաբար մոտեցավ, կարծես այցելում էր մի ընկերոջ, ով պարզապես հանգստի կարիք ուներ։ Նոր նկար եմ բերել, ասաց նա, մեկնելով գունավոր թերթիկ։ Մենք երեքս ենք, ես, դուք պապիկը, զբոսայգում պաղպաղակ ենք ուտում։ Էդուարդը թափահարող ձեռքերով բռնեց նկարը։ Շատ գեղեցիկ է, Սոֆիա։ Շատ սիրով կպահեմ։ Ռուբենը մտավ սենյակ, փորագրված փայտե տուփը ձեռքին։ Փաստաթղթերն ամբողջությամբ պատրաստ են, Էդուարդ։ Ինչպես խնդրել էիք։ Էդուարդը նշան արեց, որ փաստաբանը տուփով մոտենա։ Սոֆիա, ես ուզում եմ քեզ հատուկ նվեր տալ։ Այս տուփը պատկանել է մորս, քո տատիկին։ Նա վարանեց, հազիվ չբացահայտելով իրական ազգակցությունը։ Դրա մեջ ես դրել եմ մի քանի բան, որոնք կուզենայի, որ դու ունենայիր։ Տուփը շատ գեղեցիկ էր, մուգ փայտի վրա թռչունների ծաղիկների փորագրություններով։ Երբ Սոֆյան բացեց այն, փոքրիկ գանձերի հավաքածու գտավ։ Կաշվե կազմով օրագիր, ոսկեգույն կողպեքով, արծաթե ապարանջան, աստղի տեսքով կախազարդով, մի քանի հին լուսանկարներ, մի քանի կնքված ծրարներ, դիմացի կողմում գրված ապագա ամսաթվերով։ Այս ծրարները նամակներ են, որոնք ես գրել եմ քեզ համար, Սոֆիա։ Յուրաքանչյուրը պետք է բացվի միայն նշված ամսաթվին։ Առաջինը քո հաջորդ ծննդյան օրվա համար է։ Մյուսները քո կյանքի հատուկ պահերի համար։ Երբ դառնաս 15 տարեկան, երբ ավարտես դպրոցը, երբ ընդունվես համալսարանը։ Էդուարդը դադար տվեց, դժվարությամբ շնչելով։ Դրանք խորհուրդներ, պատմություններ են, որոնք կուզենայի կիսել քեզ հետ։ Սոֆյան հիացմունքով նայեց տուփի պարունակությանը։ Շնորհակալություն, Էթու քերի։ Ես ամեն ինչին շատ զգուշորեն կհետեմ։ Էդուարդը մեկնեց ձեռքը, դիպչելու աղջկա դեմքին։ Սոֆիա, դու ինձ շատ ավելի մեծ նվեր տվեցիր, քան պատկերացնում ես։ Դու ինձ վերադարձրիր ուրախությունը իմ վերջին օրերին։ Աղջիկը խոնարհվեց, համբուրեց Էդուարդի ճակատը, այնքան բնական քնքուշ ժեստ, որ արցունքներ բերեց ներկա բոլոր մեծահասակների աչքերին։ Սոֆիա, կարող ես ինձ 3 բան խոստանալ, հարցրեց Էդուարդը, նուրբ բռնելով փոքրիկ ձեռքը իր ձեռքերի մեջ։ Ամեն ինչ կխոստանամ, ինչ ուզում եք, Էթու քերի։ Առաջին, միշտ բարի եղիր, ինչպես ինձ հետ էիր զբոսայգում։ Երկրորդ, երբեք մի դադարիր տեսնել անտեսանելի մարդկանց, նրանց, ում ոչ ոք չի նկատում։ Երրորդ, օգտագործիր այն նվերը, որ կստանաս, աշխարհն ավելի լավ տեղ դարձնելու համար։ Սոֆյան հանդիսավորապես գլխով արեց, այն լրջությամբ, որը միայն երեխաները կարող են դրսորել կարևոր պահերին։ Ես խոստանում եմ, Էթու քերի։ Սրտանց, ասաց նա, խաչ անելով կրծքին, ինչպես սովորել էր անգլերենի դասերին։ Էդուարդը ժպտաց։ Հիմա, կարող ես տիկին Անուշի հետ գնալ խոհանոց։ Նա պատրաստել է այն բրիգադեյրոները, որոնք քեզ դուր եկան, ես պետք է մի փոքր խոսեմ քո պապիկի հետ։ Երբ Սոֆյան հեռացավ, տնային տնտեսուհու ուղեկցությամբ, Էդուարդը շրջվեց դեպի Անտոնը։ Գիտեմ, որ շատ եմ խնդրում, բայց պետք է, որ դուք էլ ինձ մի քանի բան խոստանաք, պարոն Դավթյան։ Անտոնը նստեց մահճակալի կողքի աթոռին։ Դուք արդեն ավելին եք արել, քան կարող էի խնդրել։ Մի պատմեք Սոֆիային, որ ես նրա կենսաբանական հայրն եմ, մինչ նա ավելի մեծ չլինի, լիովին հասկանալու ունակ։ Ես չեմ ուզում, որ նա իր հոր հայտնաբերումը կապի իմ հեռանալու պահի հետ։ Կա մի նամակ, որը բացատրում է ամեն ինչ, որը Ռուբենը կհանձնի, երբ ճիշտ ժամանակը լինի։ Երբ կլինի այդ պահը։ Դուք կիմանաք։
երբ նա հարցեր տա իր հոր մասին, երբ պատրաստ լինի։ Ես վստահում եմ ձեր դատողությանը։ Էդուարդը ժեստ արեց Ռուբենին, ով մոտեցավ մեկ այլ ծրարով։ Ահա բնակարանի սեփականության վկայականը, հավատարմագրային հիմնադրամի փաստաթղթերը, կրեդիտ քարտ, գծված հաշվին, անմիջական ծախսերի համար։ Հիմնական հիմնադրամը հասանելի կլինի միայն այն ժամանակ, երբ Սոֆյան հասնի չափահասության, բայց կան միջոցներ ապահովելու ձեզ երկուսիդ լավագույն կրթությունը, առողջությունը, հարմարավետությունը։ Անտոնը դժգամորեն ընդունեց փաստաթղթերը։ Դեռ անիրական է թվում։ Մեկ շաբաթ առաջ ես անհանգստանում էի, թե ինչպես վճարեմ ուշացած վարձը։ Պարոն Դավթյան, ես գիտեմ, որ դուք ազնիվ մարդ եք։ Սոֆյային մեծացրել եք սիրով նվիրումով, նույնիսկ դժվարություններին դիմակայելով։ Սա ավելին է արժանի, քան ցանկացած հարստություն։ Մի դիտեք դա որպես բարեգործություն, այլ որպես նրա, իմ դստեր իրավունքը։ Էդուարդը դադար տվեց, դժվարությամբ շնչելով։ Բուժքույրը մոտեցավ, թթվածինը կարգավորելու։ Կաս մեկ բան։ Իմ զարմիկը, Ավետիս Մելքոնյանը, հավակնոտ մարդ է։ Նա հույս ունի ժառանգել ընկերության վերահսկողությունը, երբ ես հեռանամ։ Երբ նա իմանա Սոֆյայի հավատարմագրային հիմնադրամի մասին, հավանաբար կփորձի դատական կարգով բողոքարկել։ Ռուբենը պատրաստ է դրան, բայց ես ուզում եմ, որ դուք տեղյակ լինեք։ Նա կարող է խլել այն, ինչ դուք թողել եք Սոֆյայի համար։ Ոչ օրինականորեն, բայց կարող է փորձել։ Դնդթեստը մեր պատրաստած փաստաթղթերը պետք է բավարար լինեն, բայց Ավետիսը ազդեցություն ռեսուրսներ ունի։ Եթե ինչ-որ բան պատահի, Սոֆյայի տուփում կա հատուկ նամակ։ Այն նշված է ոսկեգույն աստղով։ Այն պետք է բացվի միայն արտակարգ դեպքի դեպքում։ Անտոնը գլխով արեց, զգալով պատասխանատվության ծանրությունը։ Կարող եք վստահել ինձ, պարոն Մելքոնյան։ Ես կպաշտպանեմ Սոֆյային ձեր ժառանգությունը։ Շնորհակալություն։ Եվ, խնդրում եմ, ինձ Էդուարդ կանչեք։ Ի վերջո, մենք հիմա ընտանիք ենք։ Երբ Սոֆյան վերադարձավ սենյակ, երկու տղամարդկանց գտավ լռության մեջ, հարմարավետ լռություն, նրանց, ովքեր հասել էին խորը փոխըմբռնման։ Էդուարդը հյուծված էր թվում, բայց նրա դեմքին խաղաղություն կար, որը նախկինում չկար։ Սոֆյա, կարծում եմ, էթուք հեռուն հիմա հանգստանալ է պետք, մեղմորեն ասաց Անտոնը։ Բայց վաղը նորից կգանք, չէ՞, հարցրեց նա, հույսով նայելով պապիկին։ Էդուարդը Անտոնը արագ հայացքներ փոխանակեցին։ Երկուսն էլ գիտեին, որ հնարավոր է վաղը չլինի։ Իհարկե, սիրելիս, պատասխանեց Էդուարդը, փրկելով Անտոնին ստից։ Եվ մինչ այդ, ես կերազեմ քո հաջորդ նկարի մասին։ Սոֆյան մոտեցավ մահճակալին, զգուշորեն գրկեց Էդուարդին, այնքան բնական քնքուշ ժեստ, որ արցունքներ բերեց ներկա բոլոր մեծահասակների աչքերին։ Մինչ վաղը, Էթու քերի։ Գեղեցիկ երազներ տես։ Երբ նրանք դուրս եկան պենթհաուսից, Երանի երկինքը սկսեց մտնել, շենքերի միջ ներկվելով ինտենսիվ նարնջագույնով։ Վերելակում Սոֆյան ամուր սեղմել էր փայտե տուփը կրծքին, կարծես աշխարհի ամենաթանկ գանձը տաներ։ Անտոնը իր հերթին կրում էր գաղտնիքի մի մարդու տված խոստման ծանրությունը, ով մի քանի օրվա ընթացքում ընդմիշտ փոխել էր նրանց կյանքը։ Հաջորդ առավոտյան, երբ Անտոնը պատրաստվում էր Սոֆյային դպրոց տանել, զանգ ստացավ Ռուբենից։ Էդուարդը հեռացել էր գիշերվա ընթացքում, հանգիստ քնի մեջ։ Նրա վերջին խնդրանքն էր, որ Անտոնը Սոֆյան մասնակցեն հուղարկավորությանը, որը կկայանա հաջորդ օրը Կոմիտասի անվան Պանթեոնում։ Անտոնը հեռախոսը դրեց կախիչին, բախվելով 6-ամյա երեխային բացատրելու դժվար խնդրին, որ իր նոր ընկերն այլս զբոսայգու նստարանին չի լինի։ Երբ մտավ փոքրիկ խոհանոց, Սոֆյային գտավ բացված փայտե տուփի դիմաց, դիտելով հին լուսանկարները։ Պապիկ, տես այս կնոջը նկարում Էթու քերու հետ։ Նա ինձ է նման, չէ՞։ Անտոնը նստեց թոռնուհու կողքին, նայելով նրա պահած լուսանկարին։ Դա Անահիտն էր, ժպտում էր Էդուարդի կողքին, կառուցվող շենքի դիմաց։ Այո, սիրելիս։ Նա շատ նման է քեզ։ Էդուարդ Մելքոնյանի հուղարկավորությունը միջոցառում էր, որը խառնում էր մեծ հարստությունների հանդիսավորությունը մակերեսային հարաբերությունների սառնության հետ։ Կոմիտասի անվան Պանթեոնը, իր վեհ քանդակներով, շքեղ դամբարաններով, ընդունեց տասնյակ գործարարների, քաղաքական գործիչների, Երանի հասարակության ազդեցիկ դեմքերի։ Սակայն քչերն էին անկեղծորեն տխուր անշարժ գույքի մագնատի հեռանալուց։ Մուգ կոստյումների վշտի կեղծ արտահայտությունների մեջ Սոֆյան Անտոնը տարբերվում էին։
Աղջիկը, իր լավագույն մուգ կապույտ զգեստով, ամուր բռնել էր պապիկի ձեռքը, մինչ հետաքրքրասեր աչքերով դիտում էր արարողությունը։ Անտոնը, անհարմար իր միակ կոստյումով, հեռու էր մնում ուշադրության կենտրոնից։ Ռուբենը, կատարելով փաստաբանի հավատարիմ ընկերոջ դերը, արժանապատվորեն վարեց արարողությունը։ Երբ հասավ ելույթների պահը, նա զարմացրեց բոլորին, հրավիրելով Սոֆիային մի քանի բառ ասելու։ Պարոն Մելքոնյանը հատուկ հրահանգներ էր թողել, որ Սոֆիա Դավթյանը հնարավորություն ունենա խոսելու, հայտարարեց նա, անտեսելով ներկաների զարմանքի շշուկները։ Անտոնը վարանեց, բայց Սոֆիան բաց թողեց նրա ձեռքը, վճռականորեն քայլեց դեպի փոքրիկ բեմ։ Նրան պետք եկավ ոտքերի ծայրին կանգնել միկրոֆոնին հասնելու համար, որը Ռուբենը կարգավորեց նրա համար։ Էթու քերին իմ ընկերն էր, սկսեց նա, երեխաներին բնորոշ ապշեցուցիչ պարզությամբ։ Ես նրան ճանաչեցի զբոսայգում։ Նա մենակ էր, տխուր էր թվում, ուստի որոշեցի խոսել նրա հետ։ Հետո ամեն օր նրան նկարներ էի տանում, նա միշտ ժպտում էր, երբ ինձ տեսնում էր։ Բացարձակ լռություն տիրեց ժողովի վրա։ Հզոր գործարարներն ու քաղաքական գործիչները, ովքեր սովոր էին բարդ ելույթներին խիստ արարողակարգերին, կարծես հիպնոսացված էին այդ փոքրիկ խոսնակի անկեղծությամբ։ Էթու քերին ինձ ասաց, որ բարությունը փոքրիկ սերմ է, որը մենք տնկում ենք մարդկանց սրտերում։ Նույնիսկ երբ չենք տեսնում, թե ինչպես է բույսը աճում, այն այնտեղ է, աշխարհն ավելի լավը դարձնելով։ Ես նրան խոստացա, որ միշտ բարի կլինեմ, հատկապես անտեսանելի մարդկանց նկատմամբ, նրանց, ում ոչ ոք չի տեսնում։ Լուր արցունքներ էին հոսում ներկա բազմաթիվ մարդկանց դեմքերից, հուզված այդ պարզ բառերից բխող անմեղ իմաստությունից։ Ես կկարոտեմ Էթու քերուն։ Բայց գիտեմ, որ նա հիմա աստղերում է, ինչպես իմ մայրիկը։ Եվ երբ գիշերը նայում եմ երկնքին, զգում եմ, որ նրանք հոգ են տանում իմ մասին։ Երբ Սոֆիան ավարտեց, ծափահարություններ չեղան, դրանք անտեղի կլինեին առիթի համար, բայց հավաքական շշուկ անցավ վայրով, կարծես մեղմ քամի, որը հաստատում էր այդ անկեղծ բառերի ազդեցությունը։ Ներկաների մեջ, մասնավորապես, մի տղամարդ անհանգստացնող ինտենսիվությամբ դիտում էր տեսարանը։ Ավետիս Մելքոնյանը, Էդուարդի Զարմիկը Մելքոնյան ինկորպորացիոնի փոխնախագահը, իր աչքերը հառել էր Սոֆիային, նրա դեմքը սեղմված դժվարությամբ, վերծանվող արտահայտությամբ։ Նրա կողքին մի էլեգանտ կին շշնջում էր նրա ականջին, հաշվարկային հայացքներ նետելով աղջկա ուղղությամբ։ Արարողությունից հետո, մինչ հյուրերը ցրվում էին, Ավետիսը մոտեցավ Ռուբենին։ Ո՞վ է այս երեխան, ինչու է հրավիրվել ելույթ ունենալու իմ Զարմիկի հուղարկավորությանը, պահանջեց նա, չանհանգստանալով ձայնը իջեցնելու համար։ Սոֆիա Դավթյանը նրա պապիկը Էդուարդի անձնական ընկերներն էին, պատասխանեց Ռուբենը ուսումնասիրված հանգստությամբ։ Նա հատուկ հրահանգներ էր թողել նրա մասնակցության վերաբերյալ։ Ընկերներ։ Էդուարդը ընկերներ չուներ, նա շահեր ուներ, հակադարձեց Ավետիսը։ Վաղը հանդիպում եմ ուզում գրասենյակում։ Որպես փոխնախագահ ես կստանձնեմ ընկերության վերահսկողությունը, պետք է տեղյակ լինեմ կտակի բոլոր մանրամասներին։ Մինչ Ռուբենը կկարողանար պատասխանել, Ավետիսը վերջին հայացք նետեց Սոֆիային, հեռացավ ամուր քայլերով, իրեն հետող օգնականների շքախմբով։ Անցավ 2 շաբաթ։ Անտոնը Սոֆյան տեղափոխվեցին Վահագնի թաղամասի բնակարան, բարձրակարգ համալիր, լողավազանով, խաղահրապարակով 24-ժամյա անվտանգությամբ։ Սոֆիայի համար դա նման էր պալատում ապրելուն ծայրամասային թաղամասի փոքրիկ բնակարանից հետո։ Անտոնի համար դա մշտական հիշեցում էր իրենց կյանքի արտակարգ շրջադարձի մասին։ Հարմարվելը հեշտ չէր։ Հարանները հետաքրքրությամբ էին նայում պարզ տեսքով տարեց տղամարդուն նրա աշխույժ թոռնուհուն։ Խաղահրապարակում որոշ մայրեր զգուշորեն հեռացնում էին իրենց երեխաներին, երբ Սոֆիան մոտենում էր, կարծես աղքատությունը վարակիչ հիվանդություն լիներ, որը նոր ձեռք բերված գումարը դեռ չէր բուժել։ Սոֆիան, սակայն, մնում էր Սոֆիա, ուրախ, հետաքրքրասեր, աներակայելիորեն ճկուն։ Շուտով նա ընկերացավ համալիրի աշխատակիցների հետ, անունով ճանաչում էր յուրաքանչյուր պահակին, դռնապանին, այգեպանին, աստիճանաբար նվաճում էր նույնիսկ ամենաամաչկոտ երեխաներին իր բնական առատաձեռնությամբ։ Կյանքը սկսում էր նոր ռիթմ գտնել, երբ մի հինգշաբթի կեսօրին զանգակը հնչեց։ Անտոնը բացեց դուռը, հանդիպեց Ռուբենին, դատական պաշտոնյայի ուղեկցությամբ։ Ցավում եմ անհանգստացնելու համար, պարոն Դավթյան, բայց մենք իրավիճակ ունենք, ասաց Ռուբենը լուրջ արտահայտությամբ։ Պաշտոնյան կնքված ծրար հանձնեց։ Ձեզ ծանուցվում է հաջորդ երեքշաբթի Երանի դատական համալիրում լսումների ներկայանալու մասին։ Պաշտոնյան հեռանալուց հետո Ռուբենը մտավ բնակարան։
Ավետիսը բողոքարկում է Էդուարդի կտակը, բացատրեց նա։ Նա պնդում է, որ Էդուարդը լիովին չի տիրապետել իր մտավոր ունակություններին, երբ Սոֆյայի համար հավատարմագրային հիմնադրամ է ստեղծել։ Անտոնը ծանր նստեց բազմոցին։ Նա կարող է դա անել։ Օրինականորեն, այո։ Որպես ամենամոտ ազգական բիզնես գործընկեր, նա իրավունք ունի բողոքարկել։ Բայց մի անհանգստացեք, մենք պատրաստ ենք։ Իսկ եթե նա իմանա, որ Սոֆյան Էդուարդի դուստրն է։ Առայժմ նա միայն գիտի հավատարմագրային հիմնադրամի մասին։ Էդուարդը զուսպ էր տնօրինությունները սահմանելիս, դրանք արդարացնելով որպես բարեգործական ակտ։ Բայց եթե Ավետիսը ավելի խորը հետաքննի, կարող ենք ամեն ինչ կորցնել, հարցրեց Անտոնը, անհանգստացած նայելով Սոֆյային, ով հանգիստ նկարում էր հարակից սենյակում։ Ոչ այն ապացույցներով, որ ունենք։ Դնդթեստը վերջնական է, Էդուարդը թողել է երդվյալ հայտարարություն, ճանաչելով Սոֆյային որպես իր դուստր։ Բայց Ավետիսը հզոր է կապեր ունի։ Նա կարող է գործընթացը տարիներով ձգել, ժամանակավորապես սառեցնելով ակտիվները։ Անտոնը վեր կացավ, քայլելով դեպի պատուհանը։ Ներքում քաղաքը շարունակում էր իր կատաղի ռիթմը, անտարբեր այն անձնական դրամաներին, որոնք ծավալվում էին նրա երկնաքերերում։ Ես չեմ կարող թույլ տալ, որ Սոֆյան անցնի դատական գործընթացի միջով։ Նա արդեն կորցրել է մորը, հենց նոր կորցրեց։ Էդուարդին։ Դա տրավմատիկ կլիներ։ Ռուբենը ձեռքը դրեց ծերունու ուսին։ Ես խոստացել եմ Էդուարդին, որ կպաշտպանեմ ձեզ, ես կկատարեմ այդ խոստումը։ Բայց մենք պետք է պատրաստ լինենք ամենավատ սցենարին։ Այդ գիշեր, երբ Սոֆյան քնեց, Անտոնը փորագրված փայտե տուփը հանեց պահարանից։ Հիշեց Էդուարդի խոսքերը ոսկեգույն աստղով նշված նամակի մասին, որը պետք է բացվեր միայն արտակարգ դեպքի դեպքում։ Նա վարանեց, կնքված ծրարը շրջելով իր մատների մեջ։ Արդյոք սա էր պահը։ Նա որոշեց սպասել։ Նախ, նրանք կդիմակայեին գործընթացին սովորական միջոցներով։ Նամակը կլիներ նրա վերջին միջոցը։ Լսումների առավոտյան Ռուբենը նրանց վաղ առավոտյան տարավ։ Սոֆյան կմնար տիկին Անուշի, Էդուարդի նախկին տնային տնտեսուհու հետ, ով հիմա շաբաթական մի քանի անգամ աշխատում էր նրանց մոտ։ Երանի դատական համալիրը վախեցնում էր իր վեհ ճարտարապետությամբ իր լաբիրինթոսային միջանցքներով։ Լսումների սենյակում Ավետիսն արդեն սպասում էր, ուղեկցությամբ երկու փաստաբանների, վստահ արտահայտություններով։ Երբ Անտոնը ներս մտավ, Ավետիսը նրա վրա հազիվ թաքնված արամարական հայացք նետեց։ Դատավորը, միջին տարիքի մի տղամարդ, հոգնած հայացքով, բացեց նիստը։ Ավետիսի փաստաբանները ներկայացրին իրենց փաստարկը։ Էդուարդը գտնվում էր ուժեղ դեղամիջոցների ազդեցության տակ, մտավոր ունակությունները խաթարված էին մահացու հիվանդության պատճառով։ Մի երեխային, ում նա ճանաչել էր մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ, հարստություն թողնելու որոշումը ակնհայտորեն անհիմն էր, պետք է անվավեր ճանաչվեր։ Ռուբենը հմտորեն հակադարձեց, ներկայացնելով բժիշկների հայտարարությունները, որոնք հաստատում էին Էդուարդի մտքի պարզությունը մինչ նրա վերջին օրերը։ Նա ցույց տվեց գործարարի բարեգործական պատմությունը, ապացուցելով, որ նվիրատվությունը թե առատաձեռն անհամատեղելի չէր նրա վարքի չափորոշիչների հետ։ Լսումները տեցին ժամեր։ Երբ վերջապես ավարտվեցին, դատավորը որոշեց ժամանակավորապես սառեցնել հավատարմագրային հիմնադրամը, մինչ վերջնական որոշում կկայացվեր։ Անտոնը կարող էր շարունակել մնալ բնակարանում Սոֆյայի հետ, ամսական թոշակը կպահպանվեր, բայց հիմնական միջոցները մնալու էին անհասանելի։ Ժամանակ շահեցինք, ասաց Ռուբենը, երբ նրանք լքում էին դատարանը։ Բայց Ավետիսը հեշտությամբ չի հանձնվի։ Վերադառնալով բնակարան, Անտոնը Սոֆյային գտավ բազմոցին քնած, փայտե տուփը գրկած։ Զգուշորեն, որպեսզի չարթնացնի նրան, տուփը հանեց նրա ձեռքերից, տարավ սենյակ։ Երբ վերադարձավ հյուրասենյակ, նկատեց գետնին ընկած ծրարը, ոսկեգույն աստղով նշված ծրարը։ Կնիքը կոտրված էր։ Սոֆյան ավելի շուտ արթնացել է գտել նամակը, բացատրեց տիկին Անուշը։ Չկարողացա կանխել, որ նա բացի։ Ասաց, որ հատուկ է։ Սրտի արագ զարկերով Անտոնը բացեց ծրարը։ Ներսում ձեռագիր նամակ կար, Էդուարդի էլեգանտ ձեռագրով, մի ֆլեշ գրիչ։ Սիրելի պարոն Դավթյան, սկսվում էր նամակը։ Եթե դուք կարդում եք սա, նշանակում է, որ իմ մտավախությունները հաստատվել են։ Ավետիսը բողոքարկում է Սոֆյայի համար իմ տնօրինությունները։
Կցված ֆլեշ գրիչում կա իմ ավետիսի միջ տեսակոնֆերանսի ձայնագրություն, որը կայացել է իմ հեռանալուց 3 օր առաջ։ Դրանում ես նրան խոստովանում եմ, որ Սոֆյան իմ կենսաբանական դուստրն է, բացատրում եմ իմ պատճառները, հավատարմագրային հիմնադրամ ստեղծելու համար։ Ավելի կարևոր է, որ ձայնագրությունը հստակ ցույց է տալիս իմ մտավոր պարզությունը, իմ որոշումների նախապես մտածված լինելը։ Ավետիսը կատաղությամբ արձագանքեց, սպառնալով դատական կարգով բողոքարկել ամեն ինչ։ Սա է պատճառը, թե ինչու եմ պատրաստել այս արտակարգ իրավիճակը։ Անտոնը հազիվ էր հավատում։ Էդուարդը կանխատեսել էր ավետիսի յուրաքանչյուր քայլը, պատրաստվելով նույնիսկ իր վերջին օրերին։ Խնդրում եմ, անմիջապես հանձնեք այս ֆլեշ գրիչը Ռուբենին։ Նա կիմանա, թե ինչպես օգտագործել այն Սոֆյային պաշտպանելու համար։ Եվ հիշեք մեր զրույցը։ Երբ ճիշտ ժամանակը գա, Սոֆյան պետք է իմանա ճշմարտությունը իր ծագման մասին։ Նա արժանի է իմանալու իր ամբողջական պատմությունը։ Նամակն ավարտվում էր մի նախադասությամբ, որը արցունքներ բերեց Անտոնի աչքերին։ Շնորհակալություն այն հայրը լինելու համար, որ ես չկարողացա լինել նրա համար։ Էդուարդ։ Այդ պահին Սոֆյան մտավ սենյակ, քնկոտ աչքերը շփելով։ Պապիկ, ես տեսա նամակը։ Էթու քերին իմ իսկական հայրն էր։ Անտոնը նստեց բազմոցին, բացեց ձեռքերը Սոֆյայի համար, ով վազեց նրա գիրկը։ Մի քանի րոպե նրանք այդպես մնացին, լռության մեջ, մինչ նա քաջություն էր հավաքում հաստատելու այն, ինչ թորնուհին արդեն հայտնաբերել էր։ Այո, սիրելիս, վերջապես ասաց նա, շոյելով Անահիտի մազերին այդքան նման գանգուր մազերը։ Էթու քերին քո կենսաբանական հայրն էր։ Նա քո մայրը շատ վաղուց էին ծանոթացել, մինչ քո ծնվելը։ Ինչո՞ւ նա երբեք ինձ չասաց, հարցրեց Սոֆյան, աչքերը լցված, բայց առանց լացելու։ Նրա հայացքում զարմանալի հասունություն կար։ Կարծում եմ, նա չէր ուզում շփոթեցնել քեզ, մտնելով քո կյանք միայն հենց նոր հեռանալու համար։ Նա ուզում էր պաշտպանել քեզ, իր ձով։ Սոֆյան մտածկոտ մնաց։ Ուրեմն ես երկու հայր ունեմ։ Հայրը, ով մայրիկի հետ երկնքում է, դուք, պապիկ, ով ամեն օր հոգ է տանում իմ մասին։ Անտոնը կոկորդում կոշտուկ զգաց։ Այդպես է, Սոֆյա։ Եվ երկուսն էլ շատ են սիրում քեզ։ Կարող եմ նրա լուսանկարը պահել իմ անկողնու կողքի սեղանին։ Մայրիկի լուսանկարի հետ միասին։ Իհարկե, կարող ես։ Սոֆյան վեր կացավ, գնաց Էդուարդի սիրելի լուսանկարի հետից, այն լուսանկարը, որտեղ նա ժպտում էր Անահիտի կողքին, կառուցվող շենքի դիմաց։ Երբ վերադարձավ, լրջորեն հարցրեց. Պապիկ, այն բարկացած տղամարդը հուղարկավորության ժամանակ ուզում է խլել այն նվերը, որ իմ հայրիկը թողել է ինձ համար։ Անտոնը վարանեց, զարմացած թորնուհու սուր ընկալումից։ Մի անհանգստացեք դրա համար, սիրելիս։ Ռուբենը ամեն ինչով զբաղվում է։ Լավ, պարզապես պատասխանեց նա, վստահելով պապիկի խոսքին։ Կարող եմ նրան զանգել։ Ուզում եմ ցույց տալ գտած նամակը։ Րոպեներ անց Ռուբենը հասավ բնակարան, շնչահեղձ անհանգստացած։ Անտոնը բացատրեց իրավիճակը, մինչ Սոֆյան հպարտորեն ցույց էր տալիս նամակը ֆլեշ գրիչը։ Սա ամեն ինչ փոխում է, ասաց Ռուբենը, ուսումնասիրելով ֆլեշ գրիչի պարունակությունը նոութբուքի վրա։ Էդուարդը ձայնագրել էր ամբողջ խոսակցությունը։ Ավետիսը խոստովանում է, որ գիտեր հայրության մասին, սպառնում է բողոքարկել Սոֆյայի օգտին ցանկացած տնօրինություն։ Դա գրեթե անբարեխիղճ դատավարության խոստովանություն է։ Ինչ ենք անում հիմա, հարցրեց Անտոնը։ Մենք հրատապ լսումներ ենք խնդրում։ Այս ապացույցով մենք կարող ենք ոչ միայն ապահովել հավատարմագրային հիմնադրամը, այլ պահանջել պատժամիջոցներ ավետիսի նկատմամբ, անբարեխիղճ դատավարության համար։ Հաջորդ առավոտյան Ռուբենի գրասենյակում փաստաբանների թիմը ջերմեռանդորեն աշխատում էր նոր ռազմավարությունը պատրաստելու վրա։ Սոֆյան, նստած իր չափսերից մեծ բազկաթոռին, ամեն ինչ դիտում էր ուշադիր աչքերով, կարճած փայտե տուփից, որը երբեք հեռու չէր դնում։ Դատավորը վաղվա համար լսումներ է տվել, հայտարարեց Ռուբենը, անջատելով հեռախոսը։ Ավետիսն արդեն ծանուցվել է։ Պետք է վկայեմ, հարցրեց Անտոնը, անհանգստացած։ Անհրաժեշտ չէ։ Ձայնագրությունը ինքնին խոսում է։ Սոֆյան վեր կացավ, քայլելով դեպի Ռուբենը։ Կարող եմ ես էլ գնալ։ Ուզում եմ տեսնել այն մարդուն, ով փորձում է խլել իմ հայրիկի նվերը։ Մեծահասակները անհանգստացած հայացքներ փոխանակեցին։
Սոֆիա, այդ լսումները լուրջ վայրեր են, բազմաթիվ դժվար բառերով, փորձեց բացատրել Ռուբենը։ Ես խոստացել եմ Էթուքերուն, որ քաջ կլինեմ, պնդեց աղջիկը։ Եվ նա ասաց, որ ես պետք է տեսնեմ անտեսանելի մարդկանց։ Կարծում եմ, պետք է տեսնեմ այդ մարդուն, ով ինձ չի սիրում, նույնիսկ առանց ինձ ճանաչելու։ Նորից, Սոֆիայի պարզ իմաստությունը լռեցրեց մեծահասակներին։ Կխորհրդակցենք դատավորի հետ, համաձայնեց Ռուբենը։ Եթե նա թույլ տա, դու կարող ես ներկա լինել։ Վճռական լսումների առավոտյան երանի դատական համալիրը էլ ավելի վեհ էր թվում։ Սոֆիան, մուգ կապույտ զգեստով մազերին սպիտակ ժապավենով, ամուր բռնել էր պապիկի ձեռքը, երբ նրանք բարձրանում էին մարմարե աստիճաններով։ Ավետիսն արդեն լսումների սենյակում էր, հիմա 3 փաստաբանների ուղեկցությամբ։ Երբ նա տեսավ Սոֆիային մտնելիս, նրա դեմքը կարծրացավ։ Աղջիկը իր հերթին ուղիղ նայեց նրա աչքերին, առանց վախի կամ զայրույթի, միայն անկեղծ հետաքրքրասիրությամբ։ Դատավորը, զարմացած երեխայի ներկայությունից, հարցրեց. Սա Սոֆիա Դավթյանն է։ Ինչու է նա ներկա։ Մեծարգո դատավոր, Սոֆիան խնդրել է ներկա լինել։ Հաշվի առնելով, որ գործն ուղղակիորեն վերաբերում է նրա ապագային, կարծում եմ, որ տեղին է, եթե դատարանը թույլ տա, պատասխանեց Ռուբենը։ Դատավորը մի պահ մտածեց։ Լավ, քանի դեռ նա լուռ է մնում։ Լսումները սկսվեցին նրանով, որ Ռուբենը ներկայացրեց նոր ապացույցը։ Ձայնագրությունը, որտեղ ավետիսը խոստովանում էր, որ գիտեր Սոֆիայի հայրության մասին, նախատեսում էր բողոքարկել կտակը։ Քանի որ ձայնագրությունը շարունակվում էր, ավետիսի դեմքը վստահությունից անցավ անհանգստության, վերջապես պարտության։ Արդյոք այս ձայնագրությունը օրինականորեն է ձեռք բերվել, հարցրեց ավետիսի փաստաբաններից մեկը։ Այո, հաստատեց Ռուբենը։ Այն կատարվել է կորպորատիվ տեսակոնֆերանսի ընթացքում, ընկերության սարքավորումներով, երկու կողմերի գիտությամբ։ Բացի այդ, մենք ունենք դնդ-թեստ, որը հաստատում է հայրությունը, Էդուարդ Մելքոնյանի երդվյալ հայտարարություն, բժիշկների վկայություններ, որոնք հաստատում են նրա լիակատար մտավոր ունակությունը։ Երբ թվում էր, թե ավետիսի համար իրավիճակն ավելի վատ չէր կարող լինել, Սոֆիան վեր կացավ, քայլեց դեպի դատավորի սեղանը, անտեսելով Անտոնի զարմացած շշուկները։ Կներեք, պարոն դատավոր, ասաց նա պարզ ձայնով։ Կարող եմ մի փոքր բան ասել։ Դատավորը, զարմացած ուղղակի մոտեցումից, նայեց փաստաբաններին, ովքեր նույնպես շփոթված էին թվում։ Սոֆիա, մենք չենք կարող ընդհատել լսումները, փորձեց բացատրել Ռուբենը։ Բայց դատավորը, 3 դուստրերի հայրը, Սոֆիայի վճռական հայացքում ինչ-որ բան տեսավ, որը ստիպեց նրան համաձայնել։ Ես թույլ կտամ անչափահասին խոսել։ Անսովոր է, բայց հաշվի առնելով հանգամանքները։ Սոֆիան բարձրացավ դատավորի սեղանի մոտ գտնվող փոքրիկ աստիճանին։ Պարոն դատավոր, ես պարզապես ուզում էի ձեզ մի բան ցույց տալ։ Կարող եմ։ Երբ դատավորը գլխով արեց, նա իր զգեստի գրպանից հանեց ծալված թուղթ։ Դա վերջին նկարն էր, որ նա արել էր Էդուարդի համար։ 3 ֆիգուր, ձեռք ձեռքի տված, աստղազարդ երկնքի տակ։ Սա իմ հայրիկն է, սա ես եմ, սա իմ պապիկն է, բացատրեց նա, ցույց տալով յուրաքանչյուր ֆիգուրը։ Իմ հայրիկը ինձ նվեր տվեց, մինչ երկինք գնալը։ Նա ասաց, որ դա ինձ համար է, աշխարհն ավելի լավը դարձնելու համար։ Ես խոստացա։ Այն տղամարդը այնտեղ մատնացույց արեց ավետիսին, ուզում է խլել իմ նվերը։ Բայց նվերը միայն փող չէ։ Դա այն խոստումն է, որ ես տվել եմ։ Սենյակում լռություն էր։ Սոֆիան շարունակեց երեխաներին բնորոշ կործանարար անկեղծությամբ։ Եթե նրան այդքան շատ է պետք գումարը, կարող է մի փոքր վերցնել։ Պապիկն ասում է, որ մենք պետք է կիսենք։ Բայց ես պետք է կատարեմ իմ խոստումը իմ հայրիկին։ Ավետիսը հանկարծակի վեր կացավ դուրս եկավ սենյակից, իր շփոթված փաստաբանների ուղեկցությամբ։ Դատավորը, տեսանելիորեն հուզված, շնորհակալություն հայտնեց Սոֆիային, խնդրեց, որ նա վերադառնա իր տեղը։ Րոպեներ անց ավետիսի փաստաբաններից մեկը վերադարձավ, տեղեկացնելով, որ իր հաճախորդը հրաժարվում է բողոքարկումից, խնդրում է համաձայնություն։ Իմ հաճախորդը առաջարկում է ամբողջությամբ ճանաչել կտակը, փոխարենը հրաժարվելով անբարեխիղճ դատավարության մեղադրանքից, բացատրեց փաստաբանը, խուսափելով ուղիղ նայել Սոֆիային։ Ռուբենը հայացքով խորհրդակցեց Անտոնի հետ, ով գլխով արեց։ Մենք ընդունում ենք, պայմանով, որ լինի պաշտոնական երաշխիք, որ ապագայում նոր բողոքարկումներ չեն լինի։ Համաձայնությունը կնքվեց հենց նույն օրը։
Սոֆիայի հավատարմագրային հիմնադրամը ապա արգելափակվեց, Ավետիսը ստորագրեց մի փաստաթուղթ, պարտավորվելով այլևս երբեք չկասկածի Էդուարդի տնօրինությունները։ Երբ նրանք լքեցին դատարանը, լրագրողները սպասում էին մուտքի մոտ։ Փոքրիկ ժառանգուհու պատմությունը, ով դիմակայել էր հզոր գործարարին, արտահոսել էր, լրատվական ալիքները մանրամասներ էին ուզում։ Պարոն Դավթյան, ճիշտ է, որ Էդուարդ Մելքոնյանը 5 միլիոն է թողել ձեր թոռնուհուն, հարցրեց մի լրագրող, մեկնելով միկրոֆոն։ Պարոն Դավթյան, Սոֆիան իսկապես Էդուարդ Մելքոնյանի կենսաբանական դուստրն է, հարցրեց մեկ ուրիշը։ Ռուբենը կանգնեց լրագրողների ընտանիքի միջ։ Իմ հաճախորդները հայտարարություններ չեն անի։ Սա ընտանեկան անձնական հարց է։ Անվտանգության աշխատակիցների պաշտպանությամբ նրանք կարողացան նստել մեքենան հեռանալ խառնաշփոթից։ Հետի նստատեղին Սոֆիան մտածկոտ էր թվում։ Ամեն ինչ լավ է, սիրելիս, հարցրեց Անտոնը, անհանգստացած այդ բացահայտման ազդեցությունից։ Այո, պապիկ։ Պարզապես մտածում էի հայրիկիս տված խոստմանս մասին։ Ինչպես եմ աշխարհն ավելի լավը դարձնելու։ Անցավ 10 տարի։ Սոֆիա Դավթյան Մելքոնյանը, հիմա 16 տարեկան, վերածվել էր վճռական կարեկից երիտասարդ կնոջ։ Նա սովորում էր Երանի ամենահեղինակավոր քոլեջներից մեկում, որտեղ աչքի էր ընկնում ոչ միայն ակադեմիական հաջողություններով, այլ իր սոցիալական ներգրավվածությամբ։ 15 տարեկան դառնալիս, Անտոնի թույլտվությամբ Ռուբենի աջակցությամբ, նա օգտագործեց հավատարմագրային հիմնադրամի եկամուտների մի մասը, ստեղծելու Էդուարդ Մելքոնյանի անվան ինստիտուտը, շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը նվիրված էր կարիքավոր համայնքների երեխաներին դեռահասներին ծերանոցներում, խնամքի տներում մենակ ապրող տարեցների հետ կապելուն։ Ծրագիրը, ոգեշնչված Էդուարդի հետ իր սեփական փորձից, արագ աճեց։ Ընդամենը մեկ տարվա ընթացքում ինստիտուտն արդեն ծրագրեր էր իրականացնում Հայաստանի 10 քաղաքներում, օգուտ բերելով հարյուրավոր տարեցների երիտասարդների։ Սոֆիան իր բոլոր հանգստյան օրերը նվիրում էր ծրագրին, անձամբ այցելելով մասնաճյուղեր, զրուցելով մասնակիցների հետ, միշտ ուշադիր լինելով, որպեսզի պահպանվի նախաձեռնության էությունը։ Տեսնել անտեսանելիներին, ինչպես Էդուարդն էր սովորեցրել։ Անտոնը, հիմա 77 տարեկան, հպարտությամբ հետում էր թոռնուհու ուղուն։ Թոշակի անցած, նա իր ժամանակը բաժանում էր նկարչության դասերի միջ, մի հոբբի, որը նա ուշ էր հայտնաբերել կամավորական աշխատանքին ինստիտուտում։ Սովորական էր տեսնել նրան մասնաճյուղերում, պատմություններ պատմելով երեխաների խմբերին կամ շախմատ սովորեցնելով տարեցներին։ Մի շաբաթ օրվա կեսօրին Սոֆիան Անտոնը այցելում էին ինստիտուտի նոր մասնաճյուղը Երանի ծայրամասային թաղամասերից մեկում։ Մինչ նրանք շրջում էին նոր բացված օբյեկտներով, մի տարեց կին ամաչկոտորեն մոտեցավ։ Դուք Սոֆիան եք, հիմնադիրը, չէ՞, հարցրեց նա դողդոջուն ձայնով։ Ուզում էի շնորհակալություն հայտնել ձեր արածի համար։ Ես 15 տարի է, ինչ մենակ եմ ապրում, ամուսնուս հեռանալուց հետո։ Մինչ ինստիտուտը շաբաթներ էին անցնում, որ ես ոչ ոքի հետ չէի խոսում։ Հիմա ամեն չորեքշաբթի Ջուլիանայի այցն ունեմ։ Նա 12 տարեկան է, ինձ համակարգիչ օգտագործել է սովորեցնում։ Փոխարենը, ես նրան կրոշե եմ սովորեցնում իմ հին բաղադրատոմսերը։ Սոֆիան գրկեց տիկնոջը, զգալով այն ծանոթ հույզը, որը միշտ պատում էր նրան, երբ տեսնում էր ծրագրի կոնկրետ արդյունքները։ Կարծես Էդուարդի մի մասը ներկա լիներ, լուր հավանություն տալով։ Ավելի ուշ, տուն վերադառնալու ճանապարհին, Սոֆիան Անտոնը անցան Կոմիտասի անվան զբոսայգով։ Դա մի ծես էր, որը նրանք կրոնականորեն պահպանում էին։ Ամիսը մեկ անգամ այցելում էին այն նստարանը, որտեղ Սոֆիան ծանոթացել էր Էդուարդի հետ։ Պապիկ, կարծում եք նա հպարտ կլիներ, հարցրեց Սոֆիան, նստելով լճի ափին գտնվող նստարանին։ Բացարձակապես վստահ եմ, պատասխանեց Անտոնը, գրկելով թոռնուհուն ուսերից։ Դուք ողբերգությունը վերածեցիք գեղեցիկ բանի, Սոֆիա։ Ավելի մեծ նվեր չկար, որ կարող էիք նրան տալ։ Սոֆիան դիտեց լճի մոտ խաղացող երեխաների խմբին։ Նրանց մեջ մոտ 6 տարեկան մի աղջիկ աչքի էր ընկնում այն վարակիչ էներգիայով, որով նա վազում էր գունավոր գնդակի հետից։ Տես, պապիկ, Սոֆիան զուսպ մատնացույց արեց։ Այդ փոքրիկ աղջիկն ինձ հիշեցնում է ինձ այդ տարիքում։ Զբոսայգու մյուս կողմում մի մենակ ֆիգուր գրավեց Սոֆիայի ուշադրությունը։ Դա տարեց մի տղամարդ էր, ով մենակ նստած էր նստարանին, հեռավոր արտահայտությամբ դիտելով թռչուններին։ Հիմա կգամ, ասաց Սոֆիան, վեր կենալով։ Անտոնը ժպիտով դիտեց, թե ինչպես է թոռնուհին մոտենում անծանոթին, ներկայանում սկսում զրույց։
Մի քանի րոպե անց նա վերադարձավ։ Նրա անունը Կարեն է։ Նա թոշակառու ուսուցիչ է, ամեն օր գալիս է զբոսայգի։ 2 տարի է, ինչ կինը մահացել է, մենակ է ապրում։ Ես նրան հրավիրեցի հաջորդ շաբաթ այցելել ինստիտուտ։ Անտոնը հուզված գլխով արեց։ Դուք իսկապես սովորել եք տեսնել անտեսանելիներին։ Սովորել եմ լավագույնից, պատասխանեց Սոֆյան, իր գրպանից հանելով հին խունացած լուսանկար։ Էդուարդը Անահիտը ժպտացող նայում էին տեսախցիկին, հույսով լի աչքերով։ Այդ գիշեր, քնելուց առաջ, Սոֆյան բացեց փորագրված փայտե տուփը, որն այժմ սիրով պահվում էր իր գրասեղանին։ Նա նորից կարդաց վերջին նամակը, որը բացել էր, նախատեսված իր 16-ամյակի համար։ Սիրելի Սոֆյա, գրել էր Էդուարդը, այսօր դու դառնում ես 16 տարեկան, ես պատկերացնում եմ, թե ինչ արտակարգ կին ես դառնում։ 10 տարի առաջ, 6-ամյա մի փոքրիկ աղջիկ ինձ սովորեցրեց իմ կյանքի ամենամեծ դասը։ Որ իսկական հարստությունը այն կապերի մեջ է, որոնք մենք ստեղծում ենք, այն բարության մեջ, որը մենք առաջարկում ենք, ոչինչ չսպասելով փոխարենը։ Դու ինձ փրկեցիր, Սոֆյա, ոչ միայն մենակությունից, այլ ամբողջ կյանքի զղջումներից։ Որտեղ էլ որ հիմա լինեմ, իմացիր, որ ես հետում եմ քեզ, հպարտ քո ճանապարհով։ Շարունակիր տեսնել անտեսանելիներին, իմ դուստր։ Շարունակիր բարության սերմեր տնկել։ Սա է իսկական ժառանգությունը, որը քեզ թողնում եմ, շատ ավելի մեծ, քան ցանկացած հարստություն։ Հավերժ սիրով, քո հայրը։ Սոֆյան փակեց աչքերը, նամակը սեղմելով կրծքին։ Դրսում Երանի աստղերը թույլ էին փայլում մեծ քաղաքի լուսային աղտոտվածության միջով։ Բայց Սոֆյայի համար դրանցից յուրաքանչյուրը հիշեցում էր այն խոստման մասին, որը նա տվել էր տարիներ առաջ, մի խոստում, որը դարձել էր նրա կյանքի նպատակը։ Աշխարհն ավելի լավը դարձնել, մեկ բարություն մեկ անգամ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Սոֆյայի Էդուարդի պատմությունը դիպել է ձեր սրտերին։ Այս հուզական ճանապարհորդությունը շարունակելու համար մենք հատուկ երկացանք ենք պատրաստել, նմանապես հրապուրիչ պատմություններով։ Գտեք այն այստեղ, սեղմելով ձեր ձախ կողմում։ Եթե ձեզ դուր եկավ այս պատմությունը, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, թողնել ձեր հավանումը տեսանյութին։ Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք ուսումնասիրում են կյանքի բարդությունը բարության փոխակերպող ուժը։ Մի բաց թողեք մեր հաջորդ բովանդակությունը։ Անհամբեր սպասում ենք կարդալու ձեր մեկնաբանությունները, իմանալու, թե ինչպես է Սոֆյայի, Անտոնի Էդուարդի այս պատմությունը դիպել ձեր կյանքերին։